Ըստ Հարվարդի համալսարանի հետազոտությունների դժբախտ մարդկանց սովորություններից մեկը նաև համեմատման մոլուցքն է։ Օրինակ շատերը Instagram-ում, Facebook-ում կամ սոցիալական այլ հարթակներում հետևում են հայտնիներին, տեսնում են նրանց նկարները, նրանց կենցաղը, նրանց վարքը, հագուստը, նրանց հաջողությունները եւ փորձում են կրկնօրինակել նրանց, համեմատության մեջ են մտնում նրանց հետ, առանց հասկանալու, որ այդ ամենը պարզապես ներկայացում է, այդ ամենը պարզապես ֆիկցիա է, այդ ամենը պարզապես արվում է հետևորդների համար, բայց իրական կյանքը ուրիշ է, իրականում նրանք այլ կերպ են ապրում։ Հետևաբար, որպես նմուշ ունենալով այդ արհեստական ստեղծած կերպարը եւ մեզ համեմատելով այդ կերպարների հետ, դա եւս կարող է մեզ դժբախտացնել, որովհետեւ մենք վերջ-վերջո հասկանում ենք, որ նման բրենդային հագուստ կրելը, նման ժամացույց հեռախոս բռնելը, վերցնելը, օգտագործելը, նման մեքենա վարելը մեզ իրական չի երջանկացնում, բայց այն աստղը մեքենայի ղեկին իրեն շատ երջանիկ էր զգում։ Հետևաբար, երբ որ մենք սկսում ենք մեզ համեմատել ուրիշների հետ, որ ուրիշը ինչ ունի եւ դու չունես կամ ուզում ես դու ունենալ, որ հասնես այդ երջանկության չափանիշին, սա եւս մեծ ծուղակ է եւ մարդիկ կարող են ընկնել այս երբեմն անհատակ թվացող փոսը, որտեղից կարծես թե ելք չկա։ Ուրեմն մի փորձեք ձեզ ինչ-որ մեկի հետ համեմատել, այլ հասկացեք, որ դուք յուրահատուկ եք ստեղծված, դուք միակն եք ձեր տեսակի մեջ եւ կարիք չկա, որ լինեք ինչ-որ մեկի էժանագին պատճեն։ Համեմատման մոլուցքով տառապող անձնավորության մոտ կարող է առաջանալ նախանձ, թերարժեքություն, սեփական ինքնագնահատականի անկում եւ ինքնախղճահարություն, ինչն էլ դուռ կարող է բացել դեպրեսիայի համար եւ որն էլ հենց դժբախտության պատճառ կարող է լինել։ Հետևաբար զգուշանանք, հեռանանք, մեր աչքերի առաջ չունենանք նման կերպարներ, վերջ-վերջո Աստվածաշունչն էլ է ասում. կուռքեր մի շինիր քեզ համար, իդեալներ մի ունեցիր հանձինս մարդկանց, որովհետև մարդիկ թերի են, մարդիկ տկար են եւ իրական կյանքը այն չէ, ինչ որ մենք տեսնում ենք սոցիալական ցանցերում, ինստագրամյան նկարներում, իրականությունը լրիվ ուրիշ է։ Հետևաբար քեզ որևէ մեկի հետ մի համեմատիր, դու օրիգինալ ես, դու քո տեսակի մեջ միակն ես եւ անկրկնելին ես եւ Աստված քեզ հենց այսպեսին սիրում է։ Հետևաբար մի համեմատվիր։